մենք ընդհանրապես պատերազմը չենք վերջացրել։ Սխալ կարծիք է, երբ որ ասում են պայմանագիր, ինչ պայմանագիր, լավ, հասկացանք, ասենք, պետությունը կայացած չէր, եսիմինչ չէր իրանց մոտ, մենք էլ նոր էինք ոտի կանգնում, բայց դա պայմանագիր չէր, դա զինադադար էր, որը մշտական խախտվում է, մենք պատերազմի մեջ ենք 89 թվից։ Ով դա չի հասկանում, կներեք, բայց նա հիմար է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Մեր կարևոր խնդիրը ունենալ ժամանակակից, եթե աղքատենք տեխնիկապես չէ, գոնե ժամանակակից հոգեպես եւ պատրաստվածությամբ բանակ, ինչը մենք ցավոք չունենք։ Մեր բանակը լավն է Թուրքի հետ համեմատ, Մերձկասպյան Թուրքի հետ։ Մենք համեմատվում ենք իրանց հետ։ Իսկ ես առաջարկում եմ համեմատենք ավելի խոշոր կամ ավելի ուժեղ պետությունների հետ։ Ասենք համեմատենք Իսրայելի հետ։ Այս պայմաններում մենք պիտի ավելի լավ զինվենք։ Լավ զինվենք ոչ պարտքի տակ մտնելով, որովհետև այս իրավիճակը ստեղծվել է ռուսական Սիրիա մտնելու պատճառով, ուրեմն բարի թող լինեն իրենց դաշնակիցներին, որոնց իրանք թաթախել են, ասենք, այս բարդ իրավիճակի մեջ համապատասխան զինեն, ոչ պարտքի դիմաց, այլ ուղղակի զինեն, թեկուզ, ասենք, ժամանակավոր այդ զենքը տրամադրեն, հետո թուրքերի հետ հերթական անգամ ամուսնական դաշինք կնքեն, մտնեն տեղաշոր ու մենք այդ զենքերը կվերադարձնենք։ Դուք ուշադրություն դարձրել եք վերջ 2 շաբաթվա մեջ քանի հատ զոհ ենք տվել մենք։ Ու քանիսն են սպանվել հակառակորդից այդ զոհերից։ Մեկն է սպանվել հակառակորդից։ Մենք ունենք ուրեմն 3 հոգի ավտովթարից զինծառայող սոված, ունենք մի ինքնասպան, ունենք սպանություն, անզգույշ վարվելու արդյունքում զենքի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Հələ մի հատ նորմալ ձեր տեղեքին դաստիարակեք, նոր ղրգեք, կռվի դաշտ, տենամ այդքան զոհ կունենանք։ Անդաստիարակներին հավաքում են, այդ անդաստիարակներից, ասենք, բանակը քիչ թե շատ դարձնում է հայ, քիչ թե շատ փորձում է այդ բանն անի, արդյունքն էլ էս է։ Եթե բանակը ոչ մի բան չաներ, կլիներ ոնց որ 90-ական թվականներում, երբ որ գողականությունը տիրում էր ցանկացած զորամասում ու 90 թվականների վերջ ցանկացած զորամասում մի գողական տիպ կար, որը որ ասենք զորամասի հրամանատարից երևակայի ավելի շատ իշխանություն ուներ զորամասում եւ հարակից տարածքներում։ Փառքաստու այդ բաները պրծավ, բայց դեռ քիչ է։ Երեխեքը հետում են հոգեբանորեն պատրաստ չեն։ Մենք մեր երեխեքին լավ չենք պատրաստում ենք ամեն ինչին, բացի հակառակորդին հանդիպելուց։ Այս երեխեն հետում է բանակ, կես տարվա մեջ մի կերպ ինչ ստացվավ, փոխեցին մի քիչ մարդուն, հանում են դիրքեր։ Բայց ինչքան 4 տարի վրան տանջվել, 2 տարի է զինծառայության, ասենք, ժամկետը։ Կարճ ասած, մեր խնդիրները մեզանից է, ոչ թե թուրքից է։ Թուրքը չլինի, ուրիշ մեկը կլինի։